Առաջին անգամ դատարանում քննվել է դատավորի ապօրինի ծագման գույքի և դրամական միջոցների բռնագանձման հայց հակակոռուպցիոն դատարանում լսվող գործով դատախազությունը պահանջում է Արտուշ Գաբրիելյանից բռնագանձել 270 միլիոն դրամ։ Չաղ-Ռուստամ քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանը կրկին կկալանավորվի։ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրի դատավոր հանրահայտ Մասիս Մելքոնյանի որոշումը Չաղ-Ռուստամի կալանք խափանման միջոցը տնային կալանքով փոխարինելու վերաբերյալ։ Հիշեցնենք, որ Չաղ-Ռուստամը դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ ազատության մեջ էր հայտնվել փետրվարի 26-ին։ Սպանություն է տեղի ունեցել Երևանում ներքին գործերի նախարարության ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ է տեղափոխել 2 քաղաքացու, որոնցից մեկը մահացած վիճակում, իսկ մյուսը վիրավոր։ Իրավապահները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Քանաքեր Զեյթուն վարչական շրջանի Լեպսյուսի փողոցի 19 շենքի մոտից։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են առնանման հետքեր, հագուստ։ Դեպքի փաստով սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Առեղծվածային ու ողբերգական դեպք Շիրակի մարզում Գյումրիի երեխաների տուն մանկատանը հայտնաբերվել է 13-ամյա աղջնակի մարմին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Լոռու մարզում անչափահաս տղայի են սպանել, պարզվել է, որ մահացածը, որը մարմնի վրա ունեցել է դանակի մի քանի հարվածի հետք, Լոռու մարզի բնակիչ 17-ամյա Գրիշա Պ.Ն. Նշվում է, որ մահացածին հիվանդանոց են տեղափոխել Սպիտակ քաղաքի Կամոյի փողոցի թիվ 24 հասցեից ժողովրդին հայտնի 5 գերեզմանների մոտից։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանի կողմից ենթադրյալ շահերի բախման փաստի առթիվ։ Գասպարյանը սեղմված բնական գազի ձեռքբերման պայմանագիր էր կնքել իր սկեսրայրի Աշոտ Միրզոյանի գազալցակայանի հետ։ Գործարքի գինը կազմել էր 13.6 միլիոն դրամ։ Հանրային ծառայության մասին օրենքի համաձայն, եթե պաշտոնյայի կողմից իր լիազորությունների շրջանակում գործողության կատարումը կամ որոշման ընդունումը կարող է հանգեցնել շահերի բախման, ապա պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է իր վերադասին ներկայացնել գրավոր հայտարարություն շահերի բախման մասին։ Համայնքապետերը, քանի որ չունեն վերադաս մարմին, շահերի բախման հանգամանքների վերաբերյալ պետք է հայտարարություն ներկայացնեն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, ինչը Գասպարյանը չէր արել։ Վարույթի արդյունքներով Գասպարյանը կարող է տուգանվել 300.000 դրամով։ Չարենցավանի դպրոցի նախկին տնօրեն Աննա Բալյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել դպրոցական սննդի ծրագրում և ֆինանսական այլ գործարքներում չարաշահումների համար։ Պարզվել է, որ դպրոցական սննդի ծրագրով հատկացված գումարից չի տնտեսվել բացակա աշակերտների սննդի գումարը, ինչը միայն 2024 թվականին կազմել է 554.000 դրամ։ Բացի այդ, գրադարանավարուհու հաստիքը արհեստականորեն մեծացնելով դպրոցին հասցվել է 822.220 դրամի վնաս։ Բալյանը նաև 2023 թվականի դեկտեմբերին իրեն աշխատավարձի 90%-ի չափով պարգևավճար է նշանակել։